Հարտիրոջը սիրելի քույրեր, եղբայրներ, ես ուզում եմ շարունակել եղբայրների խոսքը, քանի որ Սուրբ Հոգին մեզ միաբանելով կարծես մի ուղղությամբ է տանում, եւ սա ավելի լավ է, որ մեր ներսում Աստծո խոսքը խարիսխի պես հաստատվի եւ մենք ամեն մեկս էլ իր ճշմարտությունների հետ հաղորդ լինելով կարողանանք ամուր պահենք մեր սրտի մեջ եւ ապրենք այն ուրախությունը, այն երջանկությունը, որ Տիրոջ մեջ է։ Ինչպես եղբայրները խոսեցին Աստծո հետ ապրելու եւ ուրախության մասին, որ մենք պետքա ուրախ լինենք եւ մեր ներսը պետքա ցնծա այն ուրախությունով, որ երկինքն է խոստացել մեզ, որ Տերն է խոստացել, մենք ուրախ ենք հոգով, ժողովուրդ ջան։ Այսինքն ներկա իրավիճակները, ներկա այն նեղությունները, որ մարդը կրում է, դա չպետք է ազդի մեր հոգու ուրախության վրա։ Քանի որ ապրելով այս մարմնի մեջ, մարմինը ունի զգացմունքներ, չէ՞։ Եվ տրտմությունն է երևում, երբ որ մեկը տրտմած է, երբ որ մեկը ուրախ է, երբ որ նայում ես, տեսնում ես, որ այս մարդը ուրախ է, երբ որ մեկը նեղության, դժվարությունների, փորձությունների մեջ է, նայում ես, զգում ես, որ այս մարդը ինչ-որ դժվարությունների մեջ է, որովհետև իրեն տեսնելով զգում ես, սա գիտեք ինչից է, որովհետև ճիշտ ասած չեմ հիշում, որ համարն է, բայց այսպիսի համար կա առակաց գրքի մեջ գրված, եղբայրները եթե գտնեն, թող հիշացնեն, որ ասում է ինչպես ջուրը երեսը երեսին է ցույց տալի, այնպես էլ մարդու սիրտը, չէ, մարդու արտաքինն է ցույց տալի, երբ որ նայում ես։ Օրինակ, երբ որ մարդու սիրտը ուրախ է, տեսնում ես արտաքնապես էլ, չէ, մարմնով էլ այդ ուրախությունը, այդ ցնծությունը ապրում է, բայց երբ որ իր սրտի մեջ կա վիշտ եւ ցավ, նաեւ այս մարմնի մեջ էլ ես տեսնում, դեմքին որ նայում ես, զգում ես, որ այս մարդը նեղված է, այս մարդը ինչ-որ մի դժվարություն, մի ցավ ունի, եւ այս ամենը մարդու սրտից է գալիս։ Բայց Աստծո խոսքում գրված է հետևյալը, ես ուզում եմ կարդալ, որ ամեն բանի ժամանակ կա, ժողովուրդ ջան։ Ժողովողը 3-րդ գլուխ առաջին խոսքերից եմ ուզում կարդալ, հետևյալն է ում. ամեն բանի ատեն կա ու երկնքի տակ եղող ամեն գործի ժամանակ կա։ Ծնանելու ժամանակ եւ մեռնելու ժամանակ, տնկելու ժամանակ ու տնկվածը խլելու ժամանակ, մերցնելու ժամանակ եւ բժշկելու ժամանակ, փրցնելու ժամանակ ու շինելու ժամանակ, լալու ժամանակ եւ ծիծաղելու ժամանակ, սուգ հնելու ժամանակ ու կաքավելու ժամանակ, քարեր դուրս նետելու ժամանակ եւ քարեր հավաքելու ժամանակ, եւ այսպես շարունակում է ժողովողը ներկայացնելով, որ ամեն բանի ժամանակ կա, ատեն կա։ Իրոք Պողոս առաքյալն է ուղում այս ամենը, ես կուզենամ նաեւ այս համարները կարդալ, որ գրված է ժողովուրդ ջան, որ ոչ մի բանը մեզ այս երկրավոր կյանքում, երբ որ մենք ապրում ենք, չէ, մեր ներսի այն իրական ուրախությունը, այն հույսը, որ մենք ունենք Աստծուց, էսի մենք պիտի թույլ չտանք, որ կոտրի մեզ։ Գիտեք ինչն է ամենացավալին, երբ որ մենք ապրելով ներկա իրավիճակով, այսինքն այն ինչը, որ մեր մարմինն է կրում, մարմնով ենք մենք կրում, եւ դա ազդում է մեր ներքնաշխարհի վրա, մեր ներքին վիճակի, մեր հոգու վրա, որ մենք հոգովել ենք այս տրտմությունը կրում։
Բայց տեսեք Պողոս Առաքյալը ինչ է ուղում 2 Կորինթացիս 4 գլուխ 8 խոսքից։ Ամեն կողմանե վշտացած ենք։ Ինչ ենք կարծում, սա երևում է թե չի երևում։ Եթե մեկը ամեն կողմանե վշտացած լինի, սա կերևա թե չի երևա ժողովուրդ ջան, թե կծիծաղի, թե կուրախանա։ Այսինքն այդ վիշտը կա, չէ, ամեն կողմանե վշտացած է, բայց կա կարևոր մի բան, բայց նեղը ընկած չենք։ Տագնապած ենք, այսինքն վիճակները այնպես է քո կյանքում ստեղծվել, տագնապի մեջ ես, տագնապած ես, բայց հուսահատված չես, այսինքն ես որտեղից է գալիս։ Երբ որ դու ունես վստահություն Աստծո հանդեպ, Աստծո նկատմամբ, չես ապրում տվյալ այդ վիճակով, տվյալ այդ իրավիճակը, երբ որ ստեղծվել է քո կյանքում, դու լրիվ չես տրվում դրան։ Ճիշտ է, վշտացած ես, բայց հուսահատված չես, ժողովուրդ ջան։ Հալածված ենք։ Ամեն կողմանե մարդը կարա հալածված լինի, բայց Պողոս Առաքյալը ուղում է, բայց երեսե ձգված չենք։ Այսի էր իր ուրախությունը։ Վարը ձգված ենք, բայց կորսված չենք։ Այսինքն հույս ուներ եւ իր մեջի եղած այդ հույսը իր հոգու խորքում ուրախություն է պատճառում։ Մի բան է տեսնում, որ այս վիճակը, որի մեջ որ ինքը հայտնվել է, սա ժամանակավոր է, ժողովուրդ ջան։ Ժամանակավոր, այսինքն չի ապրում այդ վիճակով։ Գիտեք ում մեջ է այդ տրտմությունը ավելի ու ավելի խորանում, ով որ չունի հույս, ով որ չունի վստահություն Աստծո նկատմամբ, ապագայի նկատմամբ, ինքը մտածում է, որ էդ է վերջ, այս պահն է ու սրանով սահմանափակվում է, դրա համար այդ տրտմությունը գնալով ավելի ու ավելի ճնշում է իրան, ինչի համար, որովհետև նեղն է ընկել, տրտմած է ու չունի մի բան, որին որ կարա ինքը հուսա, չունի մի վստահություն, որին որ կարա ինքը ապավինի։ Բայց Պողոս Առաքյալը հետևյալն է ուղում, որ այս ամեն խոսքերը, երբ որ ընթերցեցի սրանից առաջ, այսինքն ինչն էր իրեն պահում, որ ինքը ժողովուրդ ջան թեպետ այս վիճակի մեջ էր, բայց ուներ ուրախություն, այդ վիճակները իշկամ էր տիրել էին, ասում մենք վարը ձգված ենք, բայց կորսված չենք, ինչի համար, ինչն էր այս վստահությունը իրա, 7-րդ խոսքը, արդ մենք այս գանձը հողե ամաններու մեջ ունենք, որպեսի զորության առավելությունը աստուծմել է ու ոչ թե մեզմե, այսինքն այն մենք ամենը, որը որ ունենք այս հողե ամանների մեջ, այն գանձը, որ Տերը իր Սուրբ Հոգին դրել է այսօր մեր ներսում, որ այդ Հոգին մեզ զորացնում է ամեն վիճակների մեջ, ժողովուրդ ջան, էսի է մեզ ուժ տալիս, սա է մեզ ուրախություն պատճառում, որ մենք գիտենք մենակ չենք։ Դրա համար ասում են նեղը ընկած ենք, բայց հուսահատված չենք, ժողովուրդ ջան։ Իսկ այսօր հակառակորդը տարբեր կողմանե փորձում է մարդուն նեղի, ճնշի, մարդուն սես տարբեր վիճակների մեջ գցի, որպեսի մարդը հուսահատվի, որ այս տրտմությունը տիրի իրան ու ինքը ապրի այդ վիճակով ապրող մարդիկ, որոնք որ էլ չունեն հույս, որոնք որ չունեն իրական ուրախություն, ինչ-որ մի լավ բանի սպասում, չէ, մենք գիտենք իրանց վերջաբանը ինչ է, շատերը ինքնասպան են լինում։ Չէ, մեկ էլ ասում են, այս ինչ մարդը, չգիտեմ, այս ինչ մոստից իրան գցեց, իրան կախեց, կամ իրական անձի վնաս տվեց, չէ, ինչի համար, որովհետև ինքը ամեն բան վերջացած է համարում, ժողովուրդ ջան, այդ մարմնի տրտմությունը ճնշում է իրան, երբ որ ինքը տրվում է ամբողջությամբ դրան, չունի ներքին ուրախություն, որով որ ինքը կարա ուրախանա։ Այ կարևոր է, որ մենք այս ուրախությունը ունենանք, եթե դու չունես, դու չես կարա ուրախանաս, իշքան էլ քեզ ասեն ուրախ եղեք, ինչպես Տեր Հիսուսն ուղեց, ասեց ուրախ եղեք եւ դարձյալ ես ձեզ ասում եմ ուրախ եղեք, ինչի համար, որովհետեւ ես հաղթել եմ աշխարհին։
Բայց մարդը այս մարմնի մեջ լինելով կարա տրտմություն քաշի, կարա նեղություն քաշի։ Չէ, մենք քանի որ մարմնի մեջ ենք եւ ունենք որպես մարդ մարմնավոր այս զգացմունքները, Հիսուսն էլ է դժվարությունը քաշեց։ Գիտեք, տրտմեց, մահվան չափ տրտմություն ապրեց, կարդամ այդ համարները, որ գրված է Մատթեոս ավետարան 26-րդ գլուխ 38-րդ խոսքը։ Սա խոսում է Հիսուս մարդի մասին, որ այդ մարմնի մեջ լինելով մարդ, մենք որպես մարդ լինելով մարմնի մեջ, ինչպիսի զգացմունք կարանք ունենանք եւ ինչպիսի ապրումներ կարող ենք ունենալ։ Հետևյալն է գրված. այն ատեն ըսավ անոնց աշակերտներին, իմ անձս մեռնելու չափ տրտում է։ Հասկանում եք այս խոսքի արժեքը, չէ՞։ Իմ անձս մեռնելու չափ տրտում է։ Հոսկեցեք եւ ինձի հետ արթուն մնացեք։ Ու քիչ մը առաջ երթալով իր երեսի վրա ընկավ եւ աղոտ կրավ, ասելով. Ով հայր իմ, եթե կարելի է, թող այս գավաթը ինձ մե անցնի, բայց ոչ թե ինչպես ես կուզեմ, հապա ինչպես դու կուզես։ Այսինքն ինչքան կարևոր է մենք այդ ամեն իրավիճակների մեջ, երբ որ հայտնվել ենք ժողովուրդ ջան, մի նեղության, մի դժվարության, փորձության, տագնապի, չգիտեմ, վախի, ինչ որ այն մահվան շուքը, որ մեզ պատել է, որ մենք գնանք Տիրոջը։ Եթե մենք թույլ տանք այս մարմնին, մարմինը մեզ կճնշի։ Մարմինը մեզ ցույց կտա, որ անհնարին է, էլ չկա կարծես ճանապարհ, չկա փրկություն, կարծես վերջաբանն է մոտիկացել։ Բայց երբ որ գնում ես Տիրոջ ու խոնարհվում ես ու մի բան ես իմանում, որ նա քո հայրն է, եւ որպես հայր լինելով նա ոչ մեկի չի ցավացնում։ Ամեն բաների մեջ Աստված արդար եւ բարի է, այդ ամեն ճանապարհներով մեզ անցկացնելով մեզ սովորեցնելու բան ունի։ Խավարի մեջ ծածկված ինչ կա, մեծ գանձեր կան, որ Տեր դու ուզում ես ինձ հայտնել։ Այսքան կարևոր է Աստծո հետ լինել եւ մեր վստահությունը ինքը լինի, որ մենք չապրենք ներկա իրավիճակի մեջ, երբ որ հայտնվել ենք այդ իրավիճակով ուղակի, հապա ունենանք հույս ակնկալիք է սպասում Տիրոջից, որ Տերը խոստացել է եւ նրա խոսքը այո եւ ամեն է, որ ամեն դժվար պահին մեր կողքին։ Այս է մեր ուրախությունը, սրանով ենք մենք ուրախանում եւ մեր հոգու խորքում ունենք ուրախություն, որ գիտենք, որ ինքը մեր հայրն է եւ նա կարա ինձ ազատի։ Հովանու 14-րդ գլխի մեջ Տեր Հիսուսն հետևյալն էր ուղում, կարդամ այդ համարները, որ աշակերտներին հետևյալ խոսքերը ուղեց, երբ որ եկել էր այն պահը, որ նա պետքա վերցվեր արդեն, որ նրան պետքա խաչը մատնեին, խաչը բարձրանար, եւ այս աշխարհից պետքա վերցվեր հորը քով գնար, որտեղից որ եկել էր, հետևյալն ուղեց. սրտերնի չխռովի, Աստծուն հավատացեք, ինձիալ հավատացեք։ Ոնց կարա մարդու սիրտը չխռովի, եթե Աստծուն չի հավատում։ Եթե Աստծո խոսքին չես հավատում, եթե չունես այդ խոսքը, որ քեզ կարա ուրախություն պատճառի, եթե դու չունես վստահություն, որ Տերը խոստացել է եւ կարա քեզ ազատի, եւ չես տեսնում հավատքով այն փրկություն, այն ճանապարհը, որ Աստված պատրաստել է քեզ համար։ Դրա համար Տեր Հիսուս, երբ որ տեսնում էր, որ շուտով պետք է աշակերտների ներս այդ տրտմությունը գար, որ պետք է վերցվեր իրենց ներսից, եւ շատերի հավատքը պետք է կոտրվեր, որ իրականում կոտրվեց։ Հիշում եք Ամավուսի ճանապարհին, այն երկու աշակերտներին, որ մտածում էին արդեն ամեն բան վերջացել է, ասում են մենք էլ մտածում էինք, որ նա էր Իսրայելի փրկիչը, նա էր, որ պետք է փրկեր, բայց ահա նրան խաչեցին եւ գերեզմանը դրվեցավ։ Բայց մոռացել էին այն խոսքերը, որ Տերը խոստացել էր, որ դրանով չէր վերջանում, որ երրորդ օրը հարություն պիտի առներ, եւ նա կենթանի է եւ երկնքում, որ ասեց ահա պիտի գնամ եւ խոստացյալ Սուրբ Հոգին պիտի ուղարկեմ, մխիթարիչը, որ հավիտյան ձեզ հետ պետքա լինի։
Եվ ձեզ պետքա հիշեցնի այն խոսքերը, որ ես ձեզ խոսեցի, եւ պետք է առաջնորդի ճշմարտությամբ։ Փառք Տիրոջը։ Այսօր այդ հոգին մեր ներսում է, ժողովուրդ ջան, որ շատերը Սուրբ Հոգով մկրտված ենք։ Եվ երբ որ մենք տեղ ենք տալիս Աստծո հոգուն, եւ երբ որ այդ դժվարության ժամանակ մենք նայում ենք ոչ թե վիճակին, այն նայում ենք Տիրոջը, նայում ենք իր խոստմունքին, եւ տեղ ենք տալիս Աստծո հոգուն, այդ հոգին մեզ զորացնում է։ Այդ հոգին մեզ լեցնում է։ Այդ հոգին մեզ ուրախացնում է, մենք ուրախություն ենք ապրում։ Ինչպես Պողոս առաքյալն էր ուղղում, որ նեղը ընկած ենք, բայց վշտացած չենք, հուսահատված չենք, չէ՞։ Իշքամ էլ այդ նեղությունը մեզ պատել է։ Երեսե ձգված ենք, բայց ամեն բան վերջացած չի, կարծես մահացած չենք, այլ ունենք հույս եւ ակնկալիք եւ սպասում։ Ինչպես Պետրոսն է ուղում, որ ասում է, եթե մենք իմանայինք, չէ, իշքամ կարևոր է այն մարդկանց համար, որ այս ներկամ նեղությունները, այն դժվարությունները, որոնք որ մենք կրում ենք, գալիք փառքի դիմաց ոչինչ է, մենք չենք ապրի այդ մենակ այդ ներկա պահով։ Մենք իմանանք, որ ժամանակավոր է, որովհետև հույս ունենք։ Իսկ հույսը ամոթով չի թողում, ժողովուրդ ջան։ Իշքամ կարևոր է, որ մեր վստահությունը, մեր հույսը Տերը լինի, որ մենք ապրենք, ուրախանանք Իրանով, մեր ուրախությունը ինքն է։ Բայց այս մարմինը տարբեր կողմանե մեզ ճնշելով, չէ, հակառակորդը, քան որ այս մարմնի վրա իշխանություն ունի, եւ փորձում է մեզ ճնշելով, նեղելով ինչ անի, մեզ այդ հույսից կտրի, որ մենք հոգուց կտրվենք եւ այս տրտմությամբ ապրենք, այդ տրտմությունը ամբողջությամբ մեզ տիրի։ Բայց այդ տրտմության մեջ դու ունես ուրախություն, որովհետև մենակ չես, որովհետև Աստված քո հետ է։ Աստված բոլոր փակված դռները բացում է։ Ինչպես եղբայրները հիշեցրեցին, բանտի մեջ, շղթաների մեջ, ոտները կոճղի մեջ, բայց ինչն էր իրանց ուրախությունը, որ օրհնում էին, փառավորում էին, երգում էին, չէ, երկրպագում էին Տիրոջը։ Այդ ինչ ուրախություն էր։ Որտե մի բան գիտեն, այս մարմինը իշքամ է չարչարվեր, իշքամ էլ նեղություն կրեր, միևնույն է, իրանք հոգով ուրախ են, ունեն հոգու ուրախություն, ամեն բան քո ձեռքից կարող են վերցնել։ Անկամ քո մարմնիդ առողջությունը, անկամ քո կյանքն էլ, բայց հոգին, որ հավիտենական է, հոգին, որ Տիրոջն է, որ Տիրոջից է մեր ներսում դրած, ոչ մեկ չի կարա սպանել այդ հոգուն, ժողովուրդ ջան։ Իսկ մենք ոչ թե միայն մարմին ենք, նաև հոգի։ Այդ հոգին է, որ այս մարմնին կյանք է տալիս։ Այդ հոգին է, որ այս մարմինին առողջություն է տա, ամեն բան է, չէ՞ տալիս, ժողովուրդ ջան, որ մենք ապրում ենք։ Երբ որ հոգին վերցվում է, մարմինը նույն հողն է, հողին է դառնում։ Դառնում է անշարժ, անխոս։ Իսկ մենք թողելով հավիտենականը, թողնելով են հավիտենական ուրախությունը, որ մենք հոգով պետք է ապրենք Տիրոջ հետ եւ հոգով այս ցնծությունը պետք է ապրենք, շատերս խորանում ենք այդ տրտմության մեջ, թույլ ենք տալիս, որ այդ տրտմությունը մեզ ճնշի։ Նայենք Հիսուսին, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, ժողովուրդ ջան, որ նրա մեջ է ուրախությունը, որ Տեր Հիսուս խոստացավ, հետևյալը ասեց, ահա հիմա ես ձեզի պիտի ասեմ, իմ հորս տունը շատ բնակարաններ կան, ապա թե ոչ ես ձեզի պիտի ասեի հիմա կերթամ, որ ձեզի տեղ պատրաստեմ, եւ եթե երթամ ու ձեզի տեղ պատրաստեմ, նորեն պիտի գամ եւ ձեզ քովս առնեմ, որպեսի ուր որ ես եմ, դուք ալ հոնը լաք, ուր որ ես կերթամ գիտեք ու ճամփանալ գիտեք։ Տերը խոստացել է, այս խոստմունքը մենք ամեն մեկս ունենք, ժողովուրդ ջան, որ Սուրբ Հոգին այսօր մեր ներսում բնակվելով ամեն մեկի ստանում է այս ճանապարհով, որ մենք այս երկրի վրա մնայուն բան չունենք, մենք երկնքում տեղ ունենք։ Տերը մեր համար տեղ է պատրաստել, ամեն մեկիս համար, որ ասում է, ահա ես շուտով պիտի գամ, որպեսի ձեզ քովս առնեմ, որպեսի ուր որ ես եմ, դուք ալ հոնը լաք, այն ուրախության մեջ, այն երանության մեջ,
որ ոչ մեկ էլ մեր ձեռքից չի կարա վերցնի ժողովուրդ ջան, որովհետև Տերն է ամենը ամեն բանի մեջ։ Թող օրհնյա լինի մեր Տիրոջ անունը։ Եկեք մենք պատրաստվենք աղոթքի, կանգնենք աղոթքի ժողովուրդ ջան։ Եվ այս աղոթքին ամեն մեկս մեր ներսը բացենք Տիրոջ առջև։ Վիճակները տարբեր են։ Դժվարությունները տարբեր են, տարբեր մարդկանց կյանքում։ Երբ որ մենք նայում ենք այդ վիճակներին, մենք սահում եւ ընկնում ենք։ Բայց եկեք մենք չնայենք, նայենք Հիսուսին։ Նայենք մեր Տիրոջը, որտեղից որ մեր փրկությունն է գալիս, որտեղից որ մեր օգնությունն է գալիս, ժողովուրդ ջան, երկինք նայենք։ Կտրվենք մի պա մեր վիճակներից։ Նայենք, խնդրենք Տիրոջը, որ Տեր դու կարող ես ինձ ազատել։ Եթե չօգնես, ես անգամ մատով տեղից չեմ կարա շարժեմ, չէ՞, այսպես գրված է, ժողովուրդ ջան, որ մեր վստահությունը դու ես։ Խոնարհվենք Տիրոջ առջև, կոտրվենք, շատերը ջախջախված պատերազմի մեջ, շատերի պարտված մեղքի կողմից, բայց մենք կարիք ունենք Քրիստոսի, ինքը կարա միայն ազատի, ժողովուրդ ջան։ Քանի դեռ ազատ չես կարա բղավես, ես ազատ եմ։ Իրական այդ ազատության կյանքը պիտի ճաշակես, այդ ազատությունը Քրիստոս կարա տա։ Դրա համար մենք պետք է խնդրենք իրեն, որ Տերը օգնի մեզ, որ մեզ հաղթություն տա, որ մեզ ազատի այն բոլոր վիճակներից, որոնք որ տիրում են, որոնք հոգևոր, որոնք մարմնավոր պատերազմների մեջ են, դժվարությունների մեջ են, որ միայն Քրիստոսը կարա քեզ օգնի։ Աղոթենք, ինչպես Պողոս առաքյալը ուղղում է, որ կարիք ունենք զորանալու, որ զիս զորացնող Քրիստոսով ամեն բան կարող եմ, որ մենք նրա կարիք ունենք, նրա զորության կարիք ունենք, որ նրա զորությունը մեզ այցելելով ունենալով մենք դեմ դնենք մեղքին եւ մահվան եւ ամեն վիճակներին, ժողովուրդ